1994 թվականի մայիսին 13-ամյա աղջիկը դուրս եկավ տնից, ձիերի ախոր գնալու և այլևս չվերադարձավ։ 32 տարի անց նրան գտան, կենդանի, արդեն 44 տարեկան կին, սեփական ընտանիքով և նոր անունով։ Բարև ձեզ, այսօր կպատմեմ ևս մեկ պատմություն այն մարդկանց մասին, ովքեր անհետացել են, բայց հետո պարզվել է, որ պարզապես նոր կյանք են սկսել։ Ով էր Քրիստինան։ Քրիստինա Մարի Պլանտեն ապրում էր Արիզոնա նահանգի Սթար Վելի համայնքում։ 13 տարեկան էր, սիրում էր ձիեր։ 1994 թվականի մայիսի 15-ին նա դուրս եկավ տնից և գնաց մոտակա ախոր, որտեղ պահում էին իր ձին։ Այդ օրվանից նրան այլևս չտեսան։ Ոստիկանությունը գործը որակեց որպես կասկածելի հանցանքներով անհայտ կորած։ Կազմակերպվեցին լայնածավալ որոնումներ, կամավորներով, շներով, ուղղաթիռներով, բայց ոչ մի հետք չգտնվեց։ Տարիներն անցան, գործը սառեց։ Երկար տարիներ Քրիստինան մնաց անհայտ կորածների ցուցակում, ավելի քան 3 տասնամյակ։ Նրա ընտանիքը չգիտեր ողջ է նա, թե ոչ։ Միայն 2026 թվականին, երբ գործը նորից վերանայեցին, ժամանակակից մեթոդներով հայտնվեց առաջընթաց։ Ոստիկանությունը հայտարարեց, որ Քրիստինային գտել են։ Նա ողջ է, առողջ է և ապրում է ԱՄՆ-ի այլ նահանգում, նոր անունով։ Պարզվեց, որ նա ինքնակամ է հեռացել տանից դեռ 13 տարեկանում և հետագայում ստեղծել է ամբողջովին նոր կյանք։ Ինչ գիտենք հիմա։ Ոստիկանությունը շատ մանրամասներ չհրապարակեց, հարգելով նրա անձնական կյանքը։ Հայտնի է միայն, որ նա այժմ 44 տարեկան է, ունի սեփական ընտանիք և ապրում է հանգիստ կյանքով։ Նա չի ցանկացել վերադառնալ հին ինքնությանը և չի ուզում լայն հրապարակայնություն։ Սա նույնպես այն դեպքերից է, երբ մարդը որոշում է անհետանալ և սկսել ամեն ինչ զրոյից։ Միայն այս անգամ դա տեղի է ունեցել շատ երիտասարդ տարիքում։ Մտորումներ։ Այսպիսի պատմությունները միշտ հարցեր են առաջացնում։ Ինչպես կարող էր 13 տարեկան երեխան այդքան երկար թաքնվել և նոր կյանք կառուցել։ Ինչ է զգում ընտանիքը, երբ տասնամյակներ անց իմանում է, որ երեխան ողջ է, բայց չի ուզում վերադառնալ։ Եվ արդյոք մարդը իրավունք ունի այդպես անհետանալու։ Պատասխանները պարզ չեն, բայց փաստը մնում է փաստ։ Քրիստինան ողջ է և ապրում է այն կյանքով, որը ինքն է ընտրել։ Այսպիսով, ևս մեկ երկարատև անհայտության գործ փակվեց, ոչ թե ողբերգությամբ, այլ նոր կյանքի հայտնաբերմամբ։ Երբեմն մարդիկ անհետանում են ոչ թե որովհետև ինչ-որ մեկը նրանց տանում է, այլ որովհետև իրենք են որոշում հեռանալ։ Ինչ եք մտածում այս պատմության մասին։ Գրեք մեկնաբանություններում։ Եթե հետաքրքիր էր, բաժանորդագրվեք։ Հաջորդ անգամ կպատմեմ ևս մեկ անսովոր դեպք։ Շնորհակալություն դիտելու համար։